Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն տպավորություններով է կիսվում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, թե ինչպես ինքը կարողացավ Հնդկաստանից դեպի Միացյալ Նահանգներ տրանզիտ ճանապարհին 40 րոպեում փաստաթղթեր ստորագրել ու նախաստորագրել Զվարթնոցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ։ Stopped in last night was to initial the Trump route for prosperity in Armenia. Ես կանգար կատարեցի նաև Հայաստանում հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին նախաստորագրելու համար։ Սա կարևորագույն հենասյուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի, որին դուք կարողացաք հասնել։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցի դեպքում գոնե զգուշավորություն կար, մասնավորապես Մակրոնի կողմից ներկայիս իշխանություններին նախընտրական շրջանում աջակցելու առումով։ Թրամփը բացահայտ է հայտարարում, որ այո, աջակցում է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ, ինչն ըստ փորձագետների ամերիկյան քաղաքականության մեջ մինչև Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չի եղել։ Նիկոլը ստանում է իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կբարձրացնենք միջև նախկինում չտեսնված բարձունքներ։ Հայաստանը կրկին կդարձնենք մեծ։ Բավականին լուրջ վտանգներ են տեսնում որպես փորձագետ եւ ցավոք սրտի քաղաքական դաշտի խոշոր դերակատարները այս պահին փորձում են դիվիդենտներ ստանալ երկու աշխարհակաղակական կենտրոնների հարտադրության թեժացման գնով, որը մեր ժողովրդին որևէ լավ բան չի կստանում։ Ռուբիոյի 40 րոպեանոց այցի ընթացքում ստորագրվեց նաև շրջանակային հուշագիր կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետների նմանատիպ փաստաթղթերի ստորագրումով Միացյալ Նահանգներին փորձի հնարավորություն է տրվում իր վերահսկողության տակ վերցնել հանքանյութերն ու հազվագյուտ հանածոները, օգտագործել միայն իրենց նպատակների համար։ Ըստ փորձագետների Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունեցած խաղաքարտերում ջեքփոթ է բռնել։ Միացյալ Նահանգները նաև այս քայլով նախանշեց, որ Սյունիքի հետ կապված հիմնական այդ հազվադեպ հանքանյութերի պաշարները Սյունիքում են, իր հետաքրքրությունները ուղղակի ուրվագծեց։ Թրիփ նախագիծը ըստ փորձագետների լինում է զուտ Թուրքիա-Ադրբեջան քաղաքական եւ տնտեսական նպատակները սպասարկելու համար։ Թրամփը բացահայտ հայտնում է, որ Թրիփի նպատակը կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է եւ այն Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։ Թրիփը, որի մասին նախընտրական շրջանում տևական ժամանակ խոսակցին չկար, նորից այդ թեման ակտիվացել է այս պահի դրությամբ ինչքան էլ որ ստորագրվել է պայմանագիր, հողի վրա էական որևէ լուրջ գործընթաց այս առումով տեղի չի ունենում։ Եվ չի էլ տեղի ունենալու, քանի դեռ Իրանի հետ կապված խնդիրը չի հանգուցալուծվել։ Արևմուտքի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի մերձեցումը, ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս, ակնհայտորեն հակադրվում է Երևանի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը։ Հայկական կողմը, սակայն, ըստ վերլուծաբանների նախընտրում է այն չդրամատիզացնել։ Ռուսաստանը վերանայել է իր քաղաքականությունը կովկասյան ուղղությամբ եւ Հարավային Կովկասում իրենց ներկայությունը իրենք որոշակիորեն վերադիրքավորում են եւ այս վերադիրքավորումը բավականին տևական ժամանակ է ընթանում։ Խոշոր հաշվով ռուսները իրենց ներկայությունը եւ իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում պատրաստ չեն զիջել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակադրությունը բերել Հայաստանի ներքաղաքական դաշտ եւ Հայաստանը դարձնել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակամարտության ցատերաբեմ, սա արկածախնդրություն է եւ մեր ժողովրդի դեմ ուղղված գործողություն քաղաքական էլիտաների կողմից։ Հայաստանում Իրանի դեսպանն է արձագանքել Թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև փաստաթղթերի նախաստորագրմանը։ Իրանը հույս ունի, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունը ժողովուրդների միջև վստահության եւ խզման պատճառ չի դառնա։ Մեր դիրքորոշումը Թրիփ նախագծի վերաբերյալ շատ հստակ է ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական վերաբերմունք ունենք եւ ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության եւ տարանցման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այս գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ-ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը։ Ըստ դեսպանի Իրանը որևէ կասկած չունի, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում։ Ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ Միացյալ Նահանգների ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։ Իրանը ըստ դեսպանի նույնիսկ նվազագույն վստահություն չունի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Աշխարհի բաց աչքին Բաքուն չի ավարտել իր խաղը։ ՄԱԿ-ի բարձր հարթակում դարձյալ նույն երգն են երգում, դարձյալ նույն զեկույցը շրջանառում, թե իբր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից վարձկաններ ու ահաբեկիչներ են կռվել իրենց դեմ։ Քաղաքական աշխարհի կենտրոնական կառույցում լավ գիտեն, ծանոթ են այս թղթի կտորին։ Ադրբեջանցիներն այն քարշ են տալիս դեռ 2020-ի նոյեմբերի 18-ից, պատերազմի ավարտից, նույնիսկ 10 օր չանցած։ Ամենը հետական քաղաքական հաստատուղթ է զուրկ իրավական հիմքերից։ Մենք պետք է իմանայինք նոր անունների մասին, նոր դատապարտումների մասին, եւ զարմանայինք, որ իսկապես անձիկ ովքեր քաղաքացի երբեք չեն եղել, բարձում է հավաքագրված են եղել Հայաստանի իշխանությունների, ոչ չկա նման փաստ։ Միջազգային իրավունքի մասնագետն այստեղ հիշեցնում է լիբանանահայ Վիգեն Էուջեկչյանի գործը։ Վիգենին ադրբեջանցիները գերեվարել էին եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին Շուշիում։ Նրան տարել էին Բաքու եւ Շինծու ապացույցներով դատապարտել 20 տարվա ազատազրկման, հենց վարձկան գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքներով։ Վարձկանությունը շապացուցվեց ոչ թե դատավարության ընթացքում, այլ օբյեկտիվորեն, որովհետև Վիգենը Հայաստանի քաղաքացի է։ Իսկ այդ հանգամանքը ատենից բացառում է վարձկանությունը։ Մենք գործ ունենք կեղծված ապացույցներով դատական գործերի հետ, այլ անձինք։ Ուղղակի նա անուններ չի շրջանառում գումարի համար, որ կրվել է Հայաստանի համար, չկա այդպիսի փաստ։ Մյուս կողմից Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները հիմա նույնը չեն, ինչ 2020-ին, 21-ին, 22-ին ու 23-ին։ Ի տարբերություն այդ տարեթվերի Երևանն ու Բաքուն Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագիր արդեն ունեն։ Առայժմ միակողմանի Ադրբեջանից Հայաստան առևտուր։ Ավելին, Երևանն ամենաբարձր մակարդակով իսկ խոստացել է Բաքվի դեմ միջազգային իրավական բոլոր հայցերը հետ կանչել։ Ինչու ադրբեջանական կողմն այդպես էլ չի կարողանում քաղաքական մի թղթից հրաժարվել, այն հետ կանչել ու մոռանալ դրա մասին, թեկուզ հանուն հաստատված խաղաղության, ինչպես ձևակերպում են եւ պնդում, թե իբր իրենց ջանքերի արդյունքն է։ Առաջին հերթին ստեղծել հայելանման իրավիճակ, այսինքն մենք գիտենք, որ իրենք են լայնորեն օգտագործել, բայց լավագույն եղանակը քողարկելու հանցագործությունը դիմացինին մեղադրել այն հանցանքի համար, որ հենց Ադրբեջանն է։ Ի տարբերություն Բաքվի, սակայն Հայաստանը միջազգային հանրությանն հետ փաստերով է խոսել։ Առաջին իսկ պահից ապացուցել, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը սիրիացի վարձկան ահաբեկիչների է ներգրավել, $2000 աշխատավարձ լրացուցիչ $100 էլ յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով։ Իդեպ նրանցից երկուսը, որ մեր երկրում ցմա ազատազրկման էին դատապարտվել, հետ Սիրիա Հայաստանի կողմից հանձնվեցին միայն այս տարեսկզբին, Բաքվից 4 հայգերու ազատ արձակման դիմաց։ Հիմնական նպատակը դա կոչկելն է այդ իրենց իսկ հանցագործները, որոնք միջազգային հանցագործություն են, ասենք մարդկանցության դեմ ուղղված հանցագործություն Արցախի տեղահանումը, եւ երկրորդը արդեն նաեւ Հայաստանի նկատմամբ ունենալ քաղաքական ճշմարտ գործի։ Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է ներկա ժամանակով, բայց պատերազմի լեզուն շարունակում է պահել քաղաքական արխիվներում։ Եվ քանի դեռ Բաքուն միջազգային հարթակներում չի հրաժարվում վաղուց մաշված ու սին մեղադրանքներից, մասնագետներն ասում են, ոչ միայն դժվար, այլև անհնար է հավատալը, որ անցյալի էջը շրջելու ադրբեջանական հայտարարությունները միայն դիվանագիտական ձևակերպումներ չեն։ Հայաստանի տնտեսությունը այս տարվա առաջին եռամսյակում աճել է 4%-ով, այստեղ հիմնական շոքեքարշը շինարարությունն է 20.6% աճ, որին հաջորդում են արդյունաբերությունը 12.5% աճ եւ փոխադրումների ոլորտը 12.2% աճ։ Այս համապատկերում մի հարց է առաջ գալիս, եթե Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանման ծավալները նվազում են, ապա ինչի հաշվին է աճում արդյունաբերությունը։ Ֆիքսենք, որ այս ընթացքում Հայաստանում չեն ստեղծվել նոր արդյունաբերական ընկերություններ։ Ըստ փորձագետների արդյունաբերության աճի մի մասը կապված է շինարարության աճի հետ։ Արդյունաբերության աճը պետք է կապել հիմնականում ավելի շատ շինարարության մասով, այն արդյունաբերական ճյուղերը, որոնք սպասարկում են շինարարությանը՝ մետաղական ամրաններ, խողովակներ, էլեկտրական լարեր, պլաստիկ նյութեր, ներքին հարդարման քսուկներ։ Շինարարությունից բացի արդյունաբերության դրական դինամիկայի վրա էականորեն ազդել է պղնձի պահանջարկի բարձրացումը, որը պայմանավորված է տարեսկզբին ոսկու գնաճի հետ։ Ոսկին իր հետևից ավանդաբար առաջ է մղում կամ իջեցնում մյուս թանկարժեք մետաղների գները։
գումարները։ Վերակշռող է դարձել արդեն պղինձը, որ ավելի անհրաժեշտ է շուկային միջազգային եւ որոշ չափով նաեւ ֆերոմոլիբդենը։ Դրանց հաշվին նաեւ կարող է լինել։ Ընդ որում պիտի հաշվի առնենք, որ անցյալ տարի միտինգների պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ահագին տուժեց։ Հիմա հնարավոր է, որ նաեւ ինքը եթե վերականգնվել է իր նախկին մակարդակին, տոկոսային առումով այդ աճը նույնպես երևա։ Համախառն ներքին արդյունքի երամսյակային տվյալների հրապարակումը զարմանքի տեղիք տվեց։ Ցավոք ավանդաբար արդեն ֆիքսվել է գյուղատնտեսության 1.6% անկում, բայց անկում է գրանցվել վերջին տարիներին առաջանցիկ տեմպերով զարգացող ֆինանսական հատվածում 13%։ 2022 թվականից սկսած ֆինանսական ծառայությունները արտահանվող են դարձել մասամբ, ինչը պայմանավորված է այս տարածաշրջանային կոնյուկտուրայով, սանկցիոն ռեժիմներով։ Այսինքն Հայաստանի ֆինանսական համակարգը հանդիսանալով կամուրջ արևմտյան եւ ռուսական ֆինանսական խաղացողների միջև էական շահույթ է գեներացնում նաեւ արտաքին շուկաներում։ Արտահանման դեպքում ինքը դառնում է բավականին տատանողական, այսինքն այս պահին բանկը մեծ գործարք է կատարում ֆինանսական շուկայում, դրա մեջ որոշակի մարժա է ձևավորում, դա շահույթ է, որը ամրագրվում է որպես արդյունք բանկային համակարգի, նաև հնայում է արտացոլվում։ Մյուս ժամանակահատվածում դա ավելի փոքր է լինում, բնականաբար այստեղ անկում է առաջանում։ Ընդհանուր առմամբ ըստ փորձագետների Հայաստանի տնտեսության աճը մեծապես շարունակում է կախված լինել արտաքին գործոններից։ Մերձավոր Արևելքում սկսվեց ճգնաժամ, հայկական խոշոր կապիտալը Դուբայի անշարժ գույքի շուկայից վերադարձավ Հայաստան, ակտիվացրեց անշարժ գույքի տեղական շուկան, ըստ այդմ շինարարությունը, այսինքն սրանք գործոններ են, որոնք որևէ կերպ կախված չեն ներսում տարվող տնտեսական քաղաքականության հետ։ Ֆինանսական ոլորտը Հայաստանում 2025-ին աճել է բոլոր ուղղություններով։ Հայաստանի ֆինանսական հատվածում առևտրային բանկերը շարունակում են մնալ ամենախոշոր եւ կայուն կառույցները։ 2025 թվականի տվյալներով երկրում գործում է 17 բանկ, որոնք ունեն ընդհանուր շուրջ 546 մասնաճյուղ։ Ավելի քան 12 տրիլիոն են գնահատվում այս ոլորտի ակտիվները Հայաստանում։ Սա նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական հոսքերի արդյունքն է։ Մյուս կողմից տարածաշրջանային պատերազմն է առաջացրել ռիսկեր այս ոլորտում։ Զգալիորեն աճել են նաև համաշխարհային տնտեսական աճի վատթարացման ռիսկերը, որոնք մեծապես կախված են նաև հակամարտության տևողությունից եւ էսկալացիայի հետագա մասշտաբներից։ Գնահատականներ կան, որ նույնիսկ եթե հենց այսօր հակամարտությունը ավարտվի, մենք դեռևս մի քանի ամիս ապրելու ենք մի աշխարհում, որտեղ մենք զգալու ենք այդ հակամարտության արդյունքները։ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազեցման քաղաքականություն է իրականացրել, այն հասցնելով 6.75%-ի։ Դրա արդյունքում ֆինանսական շուկայում փողի հասանելիությունը մեծացել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել վարկավորման տոկոսադրույքների կայունացման կամ նվազման համար։ Սրա արդյունքում հիմնականում աճել է սպառողական վարկառուների թիվը, ինչը մասնագետների տեսանկյունից այնքան էլ լավ միտում չէ։ Տարվա ընթացքում տնային տնտեսություններին տրամադրված վարկերի բարձր աճի արդյունքում աճել է նաև վերջիններիս պարտքի բեռը։ Միաժամանակ վերջին տարիներին դիտարկվել է նաև վարկերի ժամկետայնության աճ, ինչը մեղմելով պարտքի սպասարկման բեռի աճը միաժամանակ մեծացնում է նաև պարտքի անխոչնդոտ սպասարկման վերաբերյալ անորոշությունը։ Վարկերը աճում են ավելի արագանցիկ տեմպերով, քան եկամուտներն են աճում։ Նախորդ տարի շարունակել է աճել շինարարությունը, բայց անշարժ գույքի շուկայում նկատվել են փոփոխություններ։ Մասնավորապես ոլորտում պահանջարկն է որոշակիորեն նվազել։ Սա եւ շուկայում գնային նվազման միտումները Կենտրոնական բանկը կանխատեսել էր ժամանակին, բայց բարեբախտաբար ամենահորետեսական սպասելիքները անշարժ գույքի շեշտակի արժեզրկում նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։ Մենք ունենք գների որոշակի թեթև աճ, բայց վարձավճարների նվազում, այսինքն եթե դու ինվեստիցիոն տեսանկյունից ես նայում, քո համար որպես ինվեստիցիա ինքը դառնում է ոչ այդքան գրավիչ, քան նախկինում էր, ուստի մենք կարծում ենք, որ ստեղ ներդրումային գրավչության կարող է որոշակի նվազում տեղի ունենա։ Գալիք տարիներին արտաքին պրոցեսների հետևանքով Հայաստանի ֆինանսական շուկան կարող է ենթարկվել լուրջ ցնցումների։ Խիստ հորետեսական սցենարների դեպքում նույնիսկ բանկային համակարգը կկարողանա, այսպես ասած, մարսել շոկային էֆեկտը։ Կենտրոնական բանկի սթրես թեստերն են դա ցույց տվել։ Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրից մինչև Կոտայքի մարզի Եղվարդ-Հրազդան տանող ճանապարհն է։ Մի քանի կիլոմետրանոց այս հատվածում փոսերն այնքան շատ են, որ վարորդները չեն կողմնորոշվում, որը առաջին հերթին շրջանցեն։ Դու չգիտես որ փոսից փախցնես։ Այնքան շատա չէ։
Ամեն օր մի քանի մեքենա է վնասվում, հատկապես գիշերային ժամերին լուսավորության բացակայությամբ, պարագայում վիճակն ավելի խնդրահարույց է դառնում։ Բնակիչները մեքենաների թափարգելներն, անվահեծաններն են վնասում։ Դեպքեր են եղել, երբ կանչով ժամանած շտապօգնության մեքենան է նույնիսկ վնասվել։ Այն փոսը անընդհատ ավազ է գլցնում։ Անգամ քերն ենք, երկու մեկ լցնում ենք, որ գոնեմ չբարձրանա, հենա, այնի այսօր երկու է առաջացել։ Նույնն է, այս կողքերը լապատ։ Այս ճանապարհն էլ գոնե հիմնանորոգ է։ Շարժը նախ բավականին շատ է, ինտենսիվությունը շատ է, տրանսպորտային միջոցների երթևեկությունը ահավոր շատ է։ Այդ թվում մարզային ոնց որ ասում գազելները, մարդատար գազելներն են երթևեկում ու ամեն անգամ վարորդները կամ անվայծաներն են կոտրում կամ թափարգելները անիվներն է պայթում։ Քաղաքացիներ ուշադրություն են ակնկալում, ասում, որ մարդաշատ ճանապարհ է ու որ օր առաջ պետք է տարբերակներ գտնել ու լուծել փոսերի հարցը։